Ճամբարակի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունն ու փլուզումը նախնական տվյալով գազի արտահոսքի հետևանք են։ Ներքին գործերի փոխնախարարի տեղեկացմամբ կատարվել է շենքի նախնական սեյսմիկ գնահատում։ Այն ենթարկվելու է նաև համալիր փորձաքննության։ Որոշակի ռիսկեր հաշվի առնելով դեռևս շենքը չի բնակեցվել։ Բոլոր բնակիչների համար նախատեսված են կացարաններ եւ անհրաժեշտ պարագաներ։ Դեպքի արդիվ նախաձեռնվել է քրեական վարույթ եւ պատճառների հատվածը այս շրջանակներում վերջնական կպարզվի։ Ոստիկանական վերակարգերը իրականացնում են դեպքի վայրի պահպանություն, կգնահատվի նաև ամբողջական վնասը, փոխհատուցումների հարցը լուծելու համար։ Ցավակցում եմ մեզ բոլորիս եւ զոհվածների հարազատներին տեղի ունեցածի կապակցությամբ ստանդարտները եւ ստանդարտների արկայությունը եւ ստանդարտների իրականացումն է, որ մեզ հնարավորություն կտա կամ խուսափել կամ նվազագույնի հասցնել նման դեպքերը։ Վարչապետը անդրադարձավ խոշոր ներդրումային ծրագրին, որով նախատեսվում է Հայաստանում կառուցել $500 միլիոն արժողությամբ AI գործարան, որի շահագործումը նախատեսվում է 2026 թվականին։ Firebird եւ Nvidia ընկերություններն արդեն հայտարարել են մեր երկրում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման մասին։ Նախարար Հայրապետյանը մանրամասնեց, Firebird-ը նոր է հիմնվել մեր մի քանի հայրենակիցների նախաձեռնությամբ, որոնց թվում է նաև Նուբար Աֆեյանը։ Nvidia ընկերությունն աշխարհում 3.5 տրիլիոն կապիտալիզացիա ունեցող տեխնոլոգիական հսկաներից է։ Նման ենթակառուցվածքները գործելու նպատակով կարևոր են էներգիան եւ ռեսուրսները։ Նախարարի խոսքով Հայաստանը պատրաստ է եւ կարող է տրամադրել այդ հզորությունները։ Խոսքը նոր սերնդի գրաֆիկական պրոցեսորների մասին է, որ Firebird-ը պետք է ձեռք բերի Nvidia ընկերությունից, որ այս պահի դրությամբ աշխարհի ամենաառաջատար տեխնոլոգիան է համարվում, պրոցեսորները, որոնք համալրված են ամենաառաջատար չիպերով։ Սա հնարավորություն է տալու արհեստական բանականության հաշվողական ռեսուրսների cloud ծառայություններ մատուցել։ Նշվեց, որ հետազոտողները, գիտնականները բիզնեսը նորարարությունների համատեքստում պետք է օգտվեն վարձակալեն Firebird-ի արտադրած արհեստական բանականության ռեսուրսը եւ կիրառեն հետազոտություններում։ Որոշ հատված նախատեսվում է հասանելի դարձնել Հայաստանի ստարտափ էկոհամակարգի արհեստական բանականության մասնագետների հետազոտողների համար։ Հիմնական մասն ընկերությունը cloud ծառայությունների միջոցով հասանելի կդարձնի եւ կվաճառի աշխարհի տարբեր ընկերությունների։ Առաջարկել եմ, որ մեր գործընկերները քննարկեն նաեւ այս ներդրումային ծրագիրը իրականացնել ակադեմիական քաղաքի տարածքում։ Ակնհայտ է, որ այս ենթակառուցվածքը մեծ թվով համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կարիք է ունենալու եւ նաեւ կարծում եմ, որ կարող է ակադեմիական քաղաքի նախագծի հետ եւ տեխնոլոգիական կլաստերի հարևանությամբ այս նախագծի գործարկումը իրականում կարող է սիներգիա ստանալ։ Ուզում եմ գոհունակությունը արտահայտել, որ այո, պարոն Հուանգի հետ մեր քննարկումները արդեն բյուրեղանում են, կոնկրետ արդյունք են տալիս։ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բանաձևերի մասին խոսելիս նկատի ունենք նման գործունեությունը, որը ըստ վարչապետի հասցեական է եւ ռազմավարական բնույթի վերաբերյալ որևէ կասկած չի կարող լինել։ Փաշինյանի խոսքով անհրաժեշտ է գնահատել վերջին ամիսներին տեխնոլոգիական ոլորտում իրականացված ծրագրերը։ Երբ որ մենք հարցերը դիտարկում ենք իրական Հայաստանի գաղափարախոսության տեսակետից, մենք տեսնում ենք, որ մեր երկիրը այսօր գտնվում է բավականին լավ եւ հեռանկարային վիճակում։ Ընդ որում ես իմ գնահատականն այն է, որ մենք դժոխային իրադարձությունների միջով անցնելով հիմա հասել ենք մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են այնպիսի հնարավորություններ, որ թույլ տվեք ասենք մի չեմ ուզում տեն շատ տարածական բան ասել, բայց մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս ապահովելու մեր պետության հարարտևությունը առաջիկա հարյուրամյակների համար երբեք չենք ունեցել։ Իհարկե, ակնհայտ է, որ կան նաև սպառնալիքներ։ Եվ ընդ որում այդ սպառնալիքները եղել են միշտ։ Հայաստանում ըստ վարչապետի կա երկու հարթություն, մեկը տրանսֆորմացիաների բանաձևերի շրջանակում է, որի դիրքից երևում է Հայաստանի հեռանկարը ապագան։ 2021 թվականի ընտրություններից հետո, երբ որ ապագա կա ապագա կարգախոսով մենք խորհրդանական ընտրությունները հաղթեցինք եւ բնականաբար մեր անդիմադիր գործընկերներն էլ այդ ապագա կարգախոսը փորձեցին եւ փորձում են վերածել քաղաքական քննադատության թիրախի։ Օրինակ շատ կարեւոր է մոդելավորել, թե ինչ նշանակում ապագա կա եւ ինչ նշանակում ապագա չկա։ Ես օրինակ այս թեմայի մասին շատ եմ մտածել եւ եկել եմ հետեւյալ եզրակացության, որ ապագան նախագիծ է։
Եթե ունես նախագիծ, ուրեմն կա ապագա, եթե չունես նախագիծ, ուրեմն չկա ապագա։ Այս համատեքստում իրական Հայաստանի գաղափարախոսությունը ապագայի հիմքն է եւ ապագայի նախագիծ արհեստական բանականությունը ակնհայտորեն ապագան է։ Եթե Հայաստանում կա արհեստական բանականության ոլորտում այսպիսի ներդրում, դա շատ բաների մասին է վկայում, Վկայում է, իսկ ինչպիսին է Հայաստանի անվտանգության հեռանկարի մասին մարդկանց եւ ներդրողների պատկերացումը։ Ոչ մեկ հենց այնպես չի բերի։ Եթե հիմա հետևենք մեր անդիմությանը եւ մամուլի որոշ հատվածներին, ովքեր առավոտից իրիկու մենակ մի բանն ասում, որ մենք կործանվում ենք, այդ մարդիկ ինչ են բերում, այդքան ներդրում անում։ Անդիմության հռետորաբանությունից Նիկոլ Փաշինյանն առանձնացրեց նաև Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցների յուրացման հետ կապված շահարկումները, հիշեցրեց ազգային ժողովում ձևավորված քննիչ հանձնաժողովի մասին, որը ղեկավարում էր անդիմության ներկայացուցիչը։ Ուր է այդ քննիչ հանձնաժողովը, ուր է իրանց եզրակացությունը։ Ինչի չի կազմակերպվում, չի շարունակվում այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքը։ Ասենք թող հանրությանը պարզաբանում տան։ Էլի հազար ներողություն դուրս են գալիս տակից գլխից խոսում են։ Բաները, որոշ կաշառակերներ եւ չասենք ում մասին է խոսքը, չնայած բոլորս է հասկացանք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է։ 100 միլիոն, չգիտեմ, հիմնադրամից գողացնի։ Արծվիկ Մինասյանը չէր այդ բանի քննիչ հանձնաժողովի ղեկավարը։ Ուր են, բա ուր է իրանց զեկույցը։ Թող մի հատ գրեն, ստորագրեն, որ գողացվել է, մենք էլ այդ դեպքում կիմանանք ինչ անենք։ Սիրուն կդիմենք դատարան եւ նրանց կստիպենք հակառակը պնդել։ Ոչ թե կստիպենք դե յուրե, որովհետև մենք գիտենք, թե ինչա տեղույթներ ունեցել եւ գիտենք, որ իրենց ասածը տեղի չի ունեցել։ Անապահովության գնահատման նոր համակարգով կլուծվի անապահով ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման զբաղվածության հարցը։ Համակարգը փորձարկվում է Կոտայքում եւ Սյունիքում։ Աջակցություն կտրամադրվի 2 մարզային գործատուներին, որոնք շահառուներին զբաղվածություն կառաջարկեն 3 ուղղություններով՝ ուսուցում եւ աշխատանքի ընդունում, աշխատանքային փորձի ապահովում եւ աշխատանքի ընդունում, ինչպես նաեւ պարզապես աշխատանքի ընդունում։ Գործատուին կփոխհատուցի այն կրթական ծախսերը, որոնք կպահանջվեն շահառուին ոչ ֆորմալ կրթության ապահովման նպատակով, բայց ոչ ավելի քան 250,000 դրամի չափով։ Երկրորդ բաղադրիչը պետությունը կապահովի նաև գործատուին աջակցություն առնվազն 6 ամիս ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի դեպքում 6 ամիս ժամկետով ամսական 50,000 դրամի չափով շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկերի եւ պարտադիր վճարների փոխհատուցումը։ Աշխատանքի ընդունման դեպքում գործատուն կնքում է պայմանագիր առնվազն 6 ամիս ժամկետով եւ այս դեպքում կա հնարավորություն առաջին 3 ամսվա ընթացքում ապահովելու աշխատանքային փորձ։ 3 ամիս ժամկետով գործատուին կփոխհատուցվի աշխատավարձի վճարման համար ամսական 165,000 դրամ, ներառյալ հարկեր, պարտադիր վճարներ։ Երրորդ կետով գործատուին կտրվի աշխատավարձի սուբսիդավորման աջակցություն։ Եթե աշխատանքային պայմանագիրը կունենա 6-ից 11 ամիս ժամկետ, ապա կսուբսիդավորենք 50%-ի չափով աշխատավարձի, բայց ոչ ավելի քան 50,000 դրամը ամսական։ Եվ 12 եւ ավելի ամիսների դեպքում կնքված պայմանագրի դեպքում մենք ունենանք 6 ամիս ժամկետով գործատուին աջակցություն, ամսական աշխատավարձի 70%-ի չափով սուբսիդավորում, բայց ելի ոչ ավել, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափն է 75,000 դրամը։ Վարչապետի խոսքով անապահովության գնահատման նոր համակարգի ռազմավարական նպատակը մարդուն աջակցելն է հաղթահարելու աղքատությունը։ Անապահով գնահատված ընտանիքի աշխատունակ անդամին առաջարկելու ենք աշխատանք եւ աշխատանքի միջոցով աղքատության հաղթահարում։ Դա լինելու է մեր միասնական սոցիալական ծառայությունների այս ուղղությամբ հիմնական գործունեությունը եւ բնականաբար նախնական փուլում նրանց անհրաժեշտ կլինի ուսուցում։ Քրեական դատավարության օրենսգրքում նախատեսվող փոփոխությամբ առաջարկվում է վերաքննիչ բողոքները քննել գրավոր ընթացակարգով։ Արդարադատության նախարարի խոսքով այժմ էլ կան վարույթներ, որոնք քննվում են գրավոր։ Նախագծով այդ վարույթների ցանկին ավելանում է վերաքննության վարույթը ամբողջությամբ։ Բացառություն են լինելու այն դեպքերը, երբ կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանը գա եզրահանգման, որ վերաքննություն անհրաժեշտ է իրականացնել բանավոր ընթացակարգով, կամ երբ վերաքննիչ դատարանը բավարարի նոր ապացույցներ ներկայացնելու կամ ապացույցներ հետազոտելու կողմի միջնորդությունը։ Յուրաքանչյուր դեպքում դատարանը նման որոշում կայացնելիս պետք է պատճառաբանի այդ որոշումը եւ հիմնավորի, թե ինչու է շեղվել այդ կանոնից։
Սա կհանգեցնի դատարանների բեռնաթափմանը, բողոքների ավելի արդյունավետ քննությանը։ Սահմանվում է բողոքների քննության 6 ամսյա ժամկետ, որը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել միայն 1 անգամ 4 ամիս ժամկետով։ Նախարարի գնահատման փոփոխությունը կնպաստի արդարադատության որակի եւ արդյունավետության բարձրացմանը, կերաշխավորի գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանում։ Պետք է շատ ծանրակշիռ հիմնավորում լինի, թե ինչի է 10 ամսից ավել դատավարություն տևել։ Եթե չկա այդ շատ ծանրակշիռ հիմնավորումը, դա արդեն կարգապահական պատասխանատվության հիմք է։ Այո, եւ ոչ միայն, որովհետեւ սկզբունքը հետեւյալն է, ցանկացած դեպքում պետք է տևի 6 ամիս, ծանրակշիռ հիմնավորումը պատճառաբանված որոշման տեսքով պետք է լինի, որպեսզի եւս 4 ամիս գործի քննությունը երկարացվի, եւ եթե նույնիսկ այդ որոշումը պատճառաբանված չլինի, հնարավոր է կրկին առաջանա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարց։ Իջևան համայնքի տնամերձ հողամասերում կհիմնվեն բարձր բերքատվությամբ տնկիներով այգիներ, դրա ոռոգման ջրի արդյունավետ օգտագործման, հողօգտագործողների եկամուտների աճի, այգեգործական կլաստերներ ձևավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված երկրորդ փորձնական ծրագիրը հաստատեց գործադիրը։ Ծրագրի շահառուներ կհանդիսանան առնվազն 100 քառակուսի մետր եւ ավել 1 ամբողջական ծառերից եւ այլ գույքից ազատ կամ ազատման ենթակա տնամերձ հողամաս ունեցող տնտեսավարողները։ Ծրագրին մասնակցելու նպատակով մինչև հուլիսի 15-ը պետք է դիմել համայնքի ղեկավարին եւ կնքել պայմանագիր։ Ծրագիրը բավական հետաքրքիր սիներգիա է ստացել կառավարության կողմից առաջարկվող մեկ այլ ծրագրից, որը վերաբերում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Այս տունը նոր է կառուցվել եւ սա արդեն բերքաբերում այդ նոր տնամերձ տարածքն է։ Հնարավորություն է տալիս այդ նոր կառուցվող բնակարանները նույնպես ունենան իրենց տնամերձ տարածքներ եւ շահառու դառնան ծրագրի։ Որևէ կասկած չունեմ ծրագրի բովանդակության հեղափոխական նշանակության վրա։ Այստեղ խնդիրն է նա, որ իրականացման որակը պետք է լինի պատշաճ հսկողության տակ եւ այդպես մոտավորապես կամ տնայնագործական իրադրություններ պետքա թույլ չտանք, պետքա ծրագիրը ոնց նախագծված է հստակ այդպես էլ ճշգրիտ պետքա իրագործվի։ Կապալառուի կատարած աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի էկոնոմիկայի նախարարության 95, համայնքի կամ շահառուի 5% համամասնությամբ։ Մայա Խաչատրյան, լուրեր։